Պարոն Գրիգորյան, հաջորդ հարցը ուզում եմ ուղղել ձեզ։ Վարչապետը իր ելույթում նշեց, որ մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի եւ դրանից անդին։ Այս գերնպատակից իհարկե ածանցվում են բազմաթիվ փաստաթղթեր, հաճախ 5 տարվա, 10 երբեմն 10 տարվա համար գրվող ռազմավարական հայեցակարգային փաստաթղթեր, արտացոլելով այն ամենը, ինչ պետք է արվի կարճաժամկետում, որպեսզի ենթադրաբար նաև երկարաժամկետում հասնենք մեր այդ մեծ նպատակի իրականացմանը։ Այս համատեքստում հարցս հետևյալն է. հանրային կառավարման ինչ բարեփոխումներ են սպասվում, մասնավորապես վերջերս կառավարությունը ընդունեց որոշում, որ իր բոլոր ռազմավարությունները միավորում է 6 տարբեր ռազմավարությունների մեջ, եւ որն է դրա նպատակը, եւ առհասարակ ըստ ձեզ ինչպես է պետական կառավարման որակը նպաստում տնտեսական զարգացմանն ու հանրային բարեկեցության բարելավմանը։ Եվ եթե կարելի է մեկ հարցել թվայնացման հետ կապված ավելացնեմ, պարոն Գրիգորյան, կառավարությունը հետևողականորեն գնում է նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ, որն է նպատակը, վերջն արդյունքը եւ ինչ է դրա արդյունքում ստանալու պետությունը, տնտեսությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Ինչ խոսք այսօրվա ելույթում ֆունդամենտալները այդ հարցերի վարչապետը բացահայտեց, ես կփորձեմ մի շերտել բացել, փորձել բացատրել, թե ոնց որն է մեր տեսլականը այդ հարցերի հետ կապված։ Ես դահլիճում շատերը մասնակցել են այդ դեբատներին եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար եւ կարծում եմ ունենք մի քանի կոնսենսուս եւ թվայնացման հետ կապված եւ ռազմավարական փաստաթղթերի ռազմավարությունների հետ կապված, որոնք կփորձեմ արագ բացահայտել։ Խնդիր համար 1, որ այնուամենայնիվ ռազմավարությունների համակարգը, ռազմավարական փաստաթղթերի համակարգը պիտի տրամաբանորեն ծածկույթ ապահովի, որ ըստ էության, որպեսզի փոխադարձ իրականացման արդյունքում մենք ունենանք վերջնարդյունք, որովհետև մինչ օրս մենք ռազմավարությունների հետ կապված ինչ խնդիրներ ենք արձանագրել, թեկուզ մի ոլորտային ռազմավարություն, երբ որ իմպլեմենտացման ընթացքով առաջագնում երկրորդը հետևից չի հասցնում, օրինակ կրթությունը ամենաակնհայտ օրինակը, որ այսօր քննարկվեց, ապա թիրախին չենք հասնում ուղղակի չենք հասնում եւ շատ հեշտ է բացատրել, թե ինչի դա տեղի չունեցավ, որովհետեւ կա հարակից մի ուղղություն, որի տեմպը բավարար չի կամ սինխրոն չի եւ մենք ունենք հետեւյալ կոնսենսուսը մոտեցումների հետ կապված ռազմավարությունները մենք պիտի դուրս գանք տրադիցիոն տեքստերի համակարգից եւ գնանք ցուցիչների, բանաձևերի եւ հստակ նկարագրված նպատակների տրամաբանության բովանդակության դեպի։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտեք, մյուս խնդիրը, որ մենք մինչ օրս արձանագրել ենք, դա մենք քննարկում ենք ռազմավարությունը, քննարկում ենք, հաստատում ենք, ընկալում ենք, հասկանում ենք, բայց հանրությունը ինչ-որ պահի չի զգում այդ ինչա եւ չի զգում սեփականության իրավունքը տվյալ ռազմավարության նկատմամբ, դա մեծ խնդիր է, որովհետեւ ի վերջո այո, ռազմավարության իմպլեմենտատորը թիվ 1 իմպլեմենտատորը պետք է լինի պետությունը, բայց եթե տնտեսությունը այդ իմպլեմենտացիային եւ մարդը այդ իմպլեմենտացիային չի մասնակցում, կարծում եմ process-ները լիարժեք չեն լինի։ Եվ այդ իմաստով մենք պիտի նախաձեռնենք մի գործընթաց, որպեսզի ներառականությունը ապահովենք։ Պարզություն ասելով ես նկատի չունեմ, որ ինքը պիտի լինի պրիմիտիվ կամ անորակ, ինքը պիտի լինի այնքան որակով, որ ունենա բացարձակ պարզություն։ Եվ դա այդ պարագայում տնտեսությունը կունենա սեփականության իրավունք դրա նկատմամբ
ինչը նշանակում է, որ կանցնի երկարատև պլանավորման եւ ապագային միտված ներդրումների գործելակերպի, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ երբ որ տնտեսությունը ռազմավարական նպատակները հեռակա չի դնում, ինքը դառնում է սպեկուլյատիվ եկամուտի տնտեսություն։ Որպես կանոն սպեկուլյատիվ եկամտի տնտեսությունը արժեքներ գեներացնելու փոխարեն, մնայուն արժեքներ գեներացնելու փոխարեն ավելի շատ գեներացնում է եկամուտներ, որոնք շատ շարժունակ են եւ չեն կապիտալիզացվում եւ այդ խնդիրը մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք, մենք պիտի նաեւ արձանագրենք, առերեսվենք այն խնդրի հետ, որ ցավոք սրտի մասնավոր կապիտալը մեր երկրում լիարժեք գնահատված չէ կամ գնահատված չէ հրապարակայինորեն եւ այդ իմաստով իհարկե դա ռազմավարական խնդիր է, որի մասին պիտի անընդհատ մտածենք եւ լուծումներ գտնենք։ Ինչ վերաբերում է թվայնացմանը, այստեղ նույնպես վստահ եմ, որ ունենք կոնսենսուս հետեւյալի մասին։ Չկա գործառույթ վարչարարություն կարգավորում, որը պիտի դառնա իմպերատիվ եւ թվայնացման ենթակա չլինի, ինչու։ Որովհետեւ նախ չթվայնացվող կարգավորումը պետության, այսինքն կարգավորումը, որը հնարավոր չի թվայնացնել, որովհետեւ բովանդակությունը դա թույլ չի տալիս, դա խնդրեմ է։ Դա ծախս է։ Եվ ոչ միայն ծախս, այլ նաև թափանցիկության հետ կապված որոշակի պրոբլեմատիկ հարց, որը նաև սարքում է ոչ թափանցիկ տնտեսավարողին։ Մենք պիտի ամեն կերպ դա բացառենք։ Բայց դա իհարկե երկկողմանի շարժ է, որովհետև որպեսզի մենք այդ արդյունքի հասնենք, որպեսզի կարգավորումները, տեսչական գործառույթը եւ այլն լինեն, այսպես ասած, contactless, մենք պիտի երկուսով հավասար թվայնացվենք, սինխրոն թվայնացվենք, թե պետությունը, թե տնտեսությունը, եւ ես կարծում եմ դա կտա շատ լուրջ արդյունքներ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը մի ահռելի ներուժ ունի ինքնարժեք ծախսերը կրճատելու, ինքնարժեքի նվազեցնելու հատվածում։ Երևի այսքան է, շնորհակալություն։